Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք սկսում ենք աշխատանքային շաբաթը միասին բարձր տրամադրությամբ, սուրճով ու սիրով։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, դուք մեզ լսում եք ու նաև դիտում եք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան լայվի միջոցով։ Ողջունում ենք ձեզ, ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը, մեր գործընկերները եւս այստեղ են առավոտից, ովքեր ապահովում են մեր անխափան եթերը եւ իհարկե առաջարկում ենք մոտակա 1.5 ժամը անցկացնել մեզ հետ, որովհետեւ մեզ հետ հետաքրքիր է, հավես է եւ մենք ձեզ փոխանցում ենք դրական լիցքեր։ Այո, այսօր ապրիլի 14-ն է, ապրիլ ամիսը կիսվում է, մենք սկսում ենք նոր աշխատանքային շաբաթ, թեև ապրիլյան այսպես ոչ այնքան ճիշտ եղանակ է, չէ, ավելի մարտին բնորոշ, մի փոքր անձրև, հանրապետության որոշ տարածքներում անգամ ձյուն, կարկուտ, մենք դեռ եղանակին կանդրադառնանք, բայց ամեն դեպքում, ինչպես Մարինան է սրտատրոփ սպասում, մայիսը սարերի հետևում չէ, էլ չասենք արդեն ամռան տակ երբեմն նաև շատ շոկ օրեր։ Բայց ես ոնց որ մի քիչ տապեցի, չգիտեմ, ինձ նման էլի մարդիկ կան թե չէ, արդեն գարուն ամառ հավաքածուն փոխարինել եմ ձմեռվա հագուստով եւ փաստորեն այս պահին եթե մի քիչ էլ ցրտի, ես չգիտեմ ինչ եմ հագնելու, որովհետեւ լավ տակ պահել եմ այն ձմեռային հագուստը, հույս ունենալով, որ հա դե մեկ է արդեն գարուն է։ Այո, օրինակ ես երեք ու այսօր էլ մի փոքր ավելի տաք վերարկու վերցրի, որը այս տարի չէի էլ հասցրել օգտագործել, ամեն դեպքում մի այո, ուշադիր եղեք, այն տաք օրերը չեն, ինչ ունեինք օրինակ մեկ շաբաթ առաջ, մենք եղանակին դեռ կանդրադառնանք, Մարինան ինչպես նշեց, մենք ուղիղ եթերում ենք նաև Facebook-յան հարթակում, Հայաստանի հանրային ռադիո, լայվը գործարկված է, կարող եք մեզ դիտել, նաև մեկնաբանություններ գրել օրվա թեմայի վերաբերյալ, էլ չենք հիշեցնում մեր ուղիղ կապի հեռախոսը համարը 553702։ Այո, այն հասանելի է լինելու ամբողջ եթերի ընթացքում եւ մենք արդեն ունենք մեկնաբանություն, Արմեն Դավթյանն է գրել, բարի լույս ձեզ, բարեկամներ, բարձր տրամադրություն ձեզ ու մեզ բոլորիս Արմեն շնորհակալ ենք եւ Արտակ Մխիթարյանն է միացել բարի լույս բոլորին եւ իհարկե հարգելի վարորդներ, եթե այս պահին գտնվում եք Երևանի փողոցներում կամ առհասարակ Հայաստանի ավտոճանապարհներին եւ լսում եք մեզ, զանգեք մեզ, մենք միշտ սիրում ենք լսել մարդկանց, ովքեր գտնվում են մեքենայի մեջ։ Այո, կարող եք կայանել մի քանի րոպե մեզ հետ խոսել կամ եթե այսպես անշարժ խցանում է, ինչին դեռ կանդրադառնանք, կարծես երկուշաբթին բավականին ծանր է սկսվել Երևանում, կարող եք այդ դեպքում մեզ զանգահարել եւ մի փոքր թեթևացնել այդ սպասման ծանր րոպեները։ Կամ եթե ունեք անլարակ կանջակալներ, կարող եք ընթացքի ժամանակ էլ զանգահարել, բայց իհարկե չմոռանալով անվտանգության կանոնների մասին, ինչը շատ կարեւոր է։ Այսօր մեզ ինչ որտեղ կարելի է այսպես ասել երաժշտական առավոտ է սպասվում, այժմ լսենք երգ, այնուհետև վերադառնանք ներկայացնենք օրվա թեման եւ ինչպես նշեցինք, խոսենք արդեն եղանակի, խցանումների, տարադրամի փոխարժեքի, այո, եւ տարբեր այսպես կարևոր տեղեկությունների մասին։ Ծանես մեր հոգու ու բաց վաղվա Արտնացիր կնից Քո ամեն տնից Հույս թող ճարակի իմ Երևան Ամեն բացվող առավոտ Քեզ երկեմ կրկին Ամեն իջնող երեկո Նորից նոր վարվեն լույսերը Եվ պարվեն քո դարապած ու կարոտ գրքին Քեզ նվիրելով ողջ իմ սերը Բացվող առավոտ Քեզ երկեմ կրկին Ամեն իջնող երեկո Նորից նոր վարվեն լույսերը
Սուրճ ու սեր առավոտից։ Fairwind խմբին ենք լսում մեր շատ լավ ընկերներին եւ դա պատահական չէ, բացենք արդեն գախնիկ, այսօր մենք նրանց ենք հյուրընկալելու, ինչու որովհետեւ երեք աշխարհում նշում էին ռոքնռոլի օրը։ Այո, ռոքնռոլի համաշխարհային օրն էր եւ այդ մասին մենք իհարկե կհասցնենք խոսել, այսօր շատ ենք խոսելու ռոքնռոլի եւ իհարկե լավ երաժշտության մասին, ձեզ էլ առաջարկում ենք զանգահարել 553702 հեռախոսահամարով ու կամ նաև գրել Facebook-յան մեր էջին, որովհետև լայվը գործարկված է եւ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել, այո, գիտությունը զարգացել է։ Այո։ Խոսենք եղանակից, ասենք, որ հանրապետության տարածքում այսօրվանից մինչև ապրիլի 16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում նաև ձյան տեսքով, իսկ ապրիլի 7-ից կարելի է ասել տեղումները կդադարեն, օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 2-ից 3 նիշով, այնուհետև 6-ից 8 նիշով կբարձրանա։ Երևանում եւս այսօր անձրև է սպասվում, իսկ ահա ապրիլի 17-ից նոր տեղումները կդադարեն։ Մայրաքաղաքում այսօր առավելագույնը կլինի 17 աստիճան տաքություն, երեկոյան +12, իսկ գիշերը +6 եւ այս պահին նաեւ ստուգենք, այս պահին 8 է ցույց տալիս հեռախոսային հավելվածով եւ բավականին այսպես ամպոտ մռայլ եղանակ է։ Եվ նաեւ տեսնենք թե Հայաստանի ավտոճանապարհներին ինչ իրավիճակ է։ Մենք գիտենք, որ Ամբերտ եւ դեպի Քարիլիչ տանող ավտոճանապարհը փակ է նորոգման աշխատանքներով պայմանավորված, բայց քանի որ գարուն է, հույս ունենանք, որ այսօր Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեսնենք ինչ նորություններ ունենք այս պահին։ Կարծես թե կայքը չի ուզում գործել, ահա։ Ինչեւ այդ բանը ասեմ, որ օրինակ տեսանյութ կա, որ Արտիկի տարածաշրջանում գիշերն առատ ձյուն է տեղացել, այնպես որ արտիկցիներին ողջունենք, ձմեռը վերադարձել է, բայց ոչինչ կտականա եւ շուտով կհալվի ձյունը։ Տխրեցնում է ինձ այս նորությունը, որովհետեւ Ֆլորու մարզում այս պահին ձյուն է տեղում, իսկ դրսում ապրիլի 14-ն է։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում եւ Բերդ Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ Ինչ վերաբերում Լարսին, Ստեփան Ծմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իդեպ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են նաև, որ Լարսում ձնահյուսի բարձր վտանգ կա, այդ պատճառով է երթևեկությունը սահմանափակվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վաղուց այսպիսի լուրեր չէինք կարդացել, կարծես գարունը վերադարձել էր, բայց հիմա կրկին այսպես ձմեռային տրամադրություն է հանրապետության ավտոճանապարհներին։ Մայրաքաղաքում 7 է խցանումային նիշը, բավականին շատ են ծանրաբեռնված փողոցները, սկսենք Կորյունից երկկողմանիորեն դեպի Մատենադարան գնացող Մատենադարանից դեպի Բժշկական համալսարան եկող հատվածը, Կորյունին զուգահեռ Տերյան փողոցը երկկողմանիորեն այսպես բավական ծանրաբեռնված է։ Սայաթ-Նովան դեպի Ռադիոտուն շարժվող հատվածում երթևեկությունը ծանրաբեռնված է։ Սախարովի հրապարակից դեպի Վարդան Մամիկոնյանի արձան գնացող, այսինքն Խանջան հատվածը եւ հակառակ ուղղությունը։ Սայաթ-Նովա փողոցների հատման խաչմերուկը նշված փողոցներով խցանված է, եթե հնարավորություն ունեք շրջանցեք։ Սախարովի հրապարակից Նալբանդյանով վերև բարձրացող հատվածը եւս բավականին ծանրաբեռնված է ցույց տալիս քարտեզը, Մաշտոցի Պողոտան Փակշուկայի մոտից դեպի գրեթե մինչև օպերա հասնող հատվածը կրկին բավականին ծանրաբեռնված է։ Տերյանը մինչև Կորյունի խաչմերուկ երկկողմանի դժվար անցանելի է, նաեւ Սարալանջի փողոցը դեպի Տերյան ընթացող հատվածը, եթե կարող եք շրջանցեք։ Հարգելի ռադիո լսողներ, այստեղ որ փողոցն է, Մաշտոցի Պողոտայում ավտովթար է տեղի ունեցել, եւս դժվար անցանելի է դեպի վերև բարձրացող հատվածը, իսկ ներքևում խաչմերուկում Պարոնյան Մաշտոց Գրիգոր Լուսավորիչ փողոցների հատման խաչմերուկում, չգիտեմ ինչ է տեղի ունենում, բայց ամբողջությամբ խցանված է հենց խաչմերուկը հարակից փողոցներով։ Կենտրոնից մի փոքր հեռվանանք, Դալմա առևտրի կենտրոնից մինչև Բրազիլիայի հրապարակ, այդտեղից էլ Աթենքի փողոցը մինչև Կոնյակի գործարան, այո, հաղթանակի կամուրջ հատվածը խիստ ծանրաբեռնված է երթևեկությունը, Իսակովի Պողոտայում եւս ավտոկայանի մոտից այսպես բավականին ծանրաբեռնված է դեպի կենտրոն։
Արշակունյաց մի խոսքով, Սևանի եթե քարտեզը բացեք, կտեսնեք ինչքան ավելի շատ հեշտ է ասել, որ փողոցները այս պահին դժվար անցանելի չեն։ Արի ուղղակիորեն, հա, գտնենք մի փողոց եւ ասենք, այս փողոցը անցանելի է։ Օրինակ, Հրազդանի կիրճը։ Կարող եք այդտեղով երթևեկել։ Իդեպ այն հատվածն է, որ հաճախ տաքսու վարորդները երբ ցանկանում են, չէ, խուսափել խցանումներից Հրազդանի կիրճով են շրջանցում եւ անցնում։ Դու ես վարորդներից եմ եւ այն պահերին, երբ որ քաղաքում ահավոր խցանում է, ես իբրև իմ արևին փորձում եմ այսպես ճողոպրել, մանևրելով հասնել Հրազդանի կիրճ, մեկ էլ տեսնում եմ, որ ես միակը չեմ ու շատ վարորդներ փորձել են այդպես խորամանկության դիմել եւ ներքևում եւս դժվար անցանելի է ճանապարհը։ Ռեստորանների հարևանությամբ, բայց այստեղ ասա որ մի անգամից կլիման կարծես փոխվում է եւ լավ եղանակ է։ Շատ եմ սիրում ես այդ հատվածը, հատկապես Բիցուգյոլը, որտեղ մարդիկ առավոտից մարզվում են, շատ առիթ ունեցել եմ այդ հատվածով անցնելու եւ հետաքրքիր է որ մեծից փոքր այսպես առողջ ապրելակերպ են վարում առավոտ շուտ են որ դու մի աչքդ հազիվ ես բացել հասնում ես աշխատանքի իրենք արդեն 2 ժամ մարզվում են առանձնահատուկ ողջունենք այդ հատվածով այս պահին անցնող վարորդներին եւ մարզվողներին եւ մարզվողներին այո մարզվելը միշտ կարեւոր է մենք առավոտյան անդադար խոսում ենք լավ տրամադրությունից սուրճ սեր երբեմն մոռանում ենք կոչանել մարզվել ես միշտ ասում եմ առավոտյան եթերի գալը ուշանալու վտանգը արդեն ինչ որտեղ մարզանք է որովհետեւ ամեն ինչ շատ արագ եւ այսպես ակտիվությամբ ես անում, բայց եթե առավոտյան ժամանակ եք գտնում, անպայման օրը սկսեք նախավարժանքով։ Եվ մնացած այլ բաները ուղղակի պատճառաբանություն են, երբ ասում ենք գումար չկա մարզվելու համար, ժամանակ չկա, չէ, ամեն ինչ էլ կա, որովհետև մարզվելու համար այս պարագայում գումար պետք չէ, ընդհանրապես արթնանում ես եւ փոքրիկ մանավանդ մեր այս լուսավոր դարում նաեւ հազարավոր, հարյուրավոր էփեր կան, հավելվածներ, որոնք ձեզ օրական ծրագիր են տալիս եւ կարող եք հետեւել ու մարզվել։ Ահա, նույն Հրազդանի կիրճը ձեզ շատ լավ օրինակ, կարող եք արթնանալ, գնալ այնտեղ հաստատ ձեզ կօգնեն մարզվել, եթե ինչ որ բան էլ չկարողանաք անել, բայց եթե մտածում եք գումարի մասին, մենք ձեզ օգնենք տարադրամի փոխարժեքի մասին տեղեկություն հայտնենք, որպեսզի կարողանաք ճիշտ կառավարել ձեր գումարը։ Ինձ թվաց գումարը իր նվիրաբերելու Մարինան։ Որ շատ հարստանամ, հաստատ անպայման մի օր դա էլ կլինի։ Մենք կհիշենք ապրիլի 14-ին 9:43։ Այդ ֆիլմը հիշեցի մի через лет 5 помогу։ Եվ այսպես ըստ կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 391 դրամ 7 լումա է, եվրոյի փոխարժեքը 443 դրամ 2 լումա, ռուբլունը 4 դրամ 67 լումա։ Մարինա, քանի մարզվելուց խոսեցինք, արի մի փոքր խախտենք մեր եթերի կառուցվածքը, մեկ երգել լսենք, այսպես շարժվելու մասին, հետո վերադառնանք եւ խոսենք մեր օրվա թեմաներից։ Chargir, j'espère, c'est mon terre.
Երկ, որը կշարժի Երևանի վարորդների նախանձը, որովհետև շատ դժվար է այս պահին մայրաքաղաքում երթևեկել, քանի որ բավական շատ են ծանրաբեռնված փողոցները, բայց ինչ արած, մենք շարժվում ենք առաջ, միացեք մեզ, այո, 5537, այո, 02 կարող եք մեզ զանգարել, նաև Facebook-ում ողջույններ գրել, մենք դրանք անպայման կընթերցենք, եւ մինչեւ անդրադառնալ օրվա գլխավոր թեմային, ավելի ճիշտ այսօրվա եթերի գլխավոր թեմային, դա ռոք-ն-ռոլի օրն է, որը նշվում էր ապրիլի 13-ին, ասենք որ ապրիլի 14-ը հայկական օրացույցում կարևոր օր է, այսօրն է ծնվել տաղանդավոր գրող բանաստեղծ Համո Սահյանը։ Այո, 1914 թվականի ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում Սիսյանի Լոր գյուղում տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում եւ մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են Համո Սահյանի ստեղծագործությունները։ Ես գիտեմ, որ անգամ շատ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ մինչեւ այսօր էլ ապրում են նրա ստեղծագործություններով եւ ընկերներս հաճախ են ինձ ուղարկում նրա ստեղծագործություններն, ասելով, որ վերջին շրջանում հիմա սա եմ կարդում եւ մի տեսակ սահյանական տրամադրություն է ինձ մոտ։ Այո, իսկապես երբ ինձ հարցնում են ամենասիրելի պոետներ, Սահյանը միշտ այսպես առաջին տեղերում է։ Դժվար է իհարկե մենք շատ լավ պոետներ, բանաստեղծներ ունենք առանձնացնել, բայց Սահյանին առանձնահատուկ սիրով եմ սիրում եւ մանավանդ որ այսպես կարելի ասել սահյանական էլ եղանակ է, չէ՞, վերջին օրերին Երևանում Մարինա ունես բանաստեղծություն, որը ամենաշատն է սիրում Սահյանից։ Հայաստան ասելիսը միշտ այն որ մշտապես ինչ հիշում ես մի անգամ իհարկե դա է գալիս մտքիդ եւ իհարկե շատ սիրային բանաստեղծություններ, որոնք շատ եմ սիրում, այսպես չեմ կարող առանձնացնել։ Ես մի բնավորության վատ գիծ ունեմ, դժվարությամբ եմ հիշում բանաստեղծությունները այդպես անգիր, դպրոցից հետո էլի, բայց հիմա ունեմ նաեւ Սահյանի գիրքը, որը Լուսինեն է ինձ նվիրել, գիրք նվիրելու օրվա արդիվ եւ քնելուց առաջ անպայման աչքի եմ անցկացնում եւ կարդում եմ։ Ես օրինակ այսպես որոնեցի թե Facebook-ում Սահյանից ինչեր եմ հրապարակել եւ տասնյակ բանաստեղծություններ բերեց, դրանցից մեկը գտա, կարող եմ կարդալ հիմա օրինակ։ Կա մի թուլություն, որ ինձնից վանել չեմ կարողանում, քո չարության դեմ բարություն չանել չեմ կարողանում, բայց դեռ չգրված երգի ստողի պես անգիր եմ արել, բայց արտասանել չեմ կարողանում։ Ես քեզ մոռանալ, քեզանից հեռանալ չեմ կարողանում, ինձ քեզնից խլել, ինձնից վերանալ չեմ կարողանում։ Հրաշալի է, հենց այսօր առավոտյան դա կարդում եմ, մտածում եմ տեղադրենք, թե չտեղադրենք, եւ իհարկե Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, չգիտեմ ինչու է այսպես։ Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, չգիտեմ ինչու է այսպես։ Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, չգիտեմ ինչու է այդպես։ Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, Հայաստան ասելիս մահն էլ ում շունն է, կլինեմ, կմնամ այսպես։ Հրաշալի տողեր, իդեպ որն է մեր բանաստեղծների, գրողների այսպես մեծությունը, լեգենդ լինելը, որ նրանք միգուցե դա գրել են 1 դար առաջ, չէ, շատ ավելի վաղ, բայց երբ կարդում ես, դրանք խիստ արդիական են, միշտ, ահա, սրանում է նրանց այսպես մեծության գաղտնիքը։ Այո։ Եվ մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր։ Քնարիկ Հարությունյանն է Facebook-ում գրել. «Բարի լույս, բարձր տրամադրություն եւ ուրախ օր բոլորիս։ Ուզում եմ նաեւ ձեր միջոցով շնորհավորել մայրիկիս ծննդյան օրը, մաղթելով առողջություն եւ երկար տարիների կյանք»։ Միանում ենք շնորհավորանքներին եւ իհարկե շնորհավորում բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր կամ ունեն որևէ առիթ նշելու ձեզ հաջողություն եւ իհարկե հրաշալի տրամադրություն ու լավ օր։ Մարկոս Կագոյանը գրել է. «Բարի լույս ձեզ, լավ օր եմ մաղթում, Տաշիր քաղաքում 20 սանտիմետր ձյուն է այս պահին, ահա, ձմեռն իսկապես վերադարձել է, բայց եկեք եղանակի պատճառով չտխրենք, կհալվի կգնա, ինչպես նշեցիք մի քանի օրից տաքանալու է»։ Գայանե Այվազբալյանը մեր մշտական ունկնդիր գրել է. «Սիրում եմ հին ռոքը», ահա, մեր նախորդ թեմային է անդրադարձել, երգի հետ կապված, հատկապես Elvis Presley, հնչեցրեք նրա երգերից։ Կփորձենք, որոշ սահմանափակումներ ունենք Facebook-յան ուղիղ եթերի հետ կապված, դրա համար գրեթե միշտ հայկական երգեր ենք հնչեցնում, քանի որ միջազգային հիթերը Facebook-ը այսպես բլոկ է անում։ Բայց այդ մասին մտածում ենք, փորձում ենք ինչ-որ խորամանկ ճանապարհներ գտնել, որպեսզի մենք կարողանանք լսել նաև այլ երգեր։ Մենք ունեինք զանգ, բայց ընդհատվել է 55
3702 ուղիղ եթերի հեռախոսահամարն է, անհամբեր սպասում ենք ձեր զանգերին եւ այո, ապրիլի 13-ը ռոքնռոլի համաշխարհային օրն է, բոլոր նրանց տոնը, ում համար այն ոչ միայն երաժշտություն է, այլև կենսակերպ տոնն ամեն տարի նշվում է ապրիլի 13-ին, թեպետ տոնի հիմք հանդիսացած պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1954 թվականի ապրիլի 12-ին, երբ Բիլ Հեյլին ձայնագրել էր Rock Around the Clock single-ը, որը արագորեն տարածվել էր Միացյալ Նահանգների սահմաններից դուրս տարբեր երկրներում, մարտահրավեր նետելով հասարակությանը եւ ավանդույթներին։ 20-րդ դարի կեսերին երկրորդ համաշխարհայինից հետո մարդիկ ձգտում էին խաղաղ ու հանգիստ կյանքի, ցնցումներ ոչ ոք չէր ցանկանում բնականաբար եւ հասարակության տրամադրության արտացոլումն էր հանգիստ ու զգացմունքային երաժշտությունը, բայց պաշտոնական այս տրամադրությանը երաժշտությանը զուգահեռ Ամերիկայում տարածվում էր նաեւ այլ բարձր ռիթմիկ եռանդուն բլյուզը, ռոքը։ Մի անգամ երեկոյան Clitwell-ի ռադիոկայանում DJ-ը համարձակվել էր եթերում հնչեցնել ձայնագրություններ rhythm and blues ոճում, իսկ սպիտակ, այսպես հանրությունը ճակերտավոր ասած, չցնցելու համար դրան անվանում էին rock and roll եւ նրա շնորհիվ է, որ rhythm and blues-ը հնչեց նորովի ու դարձավ հասանելի բոլորին անկախ մաշկի գույնից։ Եվ իհարկե ուղղության հիմնադիրներից էր նաև լեգենդար Elvis Presley-ն, ով դարձավ մի քանի սերունդների կուռքը եւ 1960 թվականին ի հայտ եկավ ռոքնռոլի նոր ոճ pop rock։ Լիվերփուլյան քառյակն իր երգերով աշխարհին համակեց Beatlesamania-ով եւ 1964-ին ի հայտ եկան Rolling Stones-ը, որոնք տարբերվում էին արագ, հզոր եւ տեխնիկական ձայնով։ 70-ականներին էլ ծնունդ առավ փսիխոդելիկ ռոքը, որի վառ ներկայացուցիչներն էին հայտնի Pink Floyd-ը, Deep Purple-ը, Led Zeppelin-ը, Black Sabbath խմբերը։ Այդ տասնամյակը համարվում է ռոք մշակույթի զարգացման ոսկե դար եւ այսօրվա մեր հյուրերը անմիջական կապ ունեն ռոքնռոլի հետ։ Բացի այն, որ այն հայկական ռոք խումբ է, խոսքը Fairwind-ի մասին է, նրա ներկայացուցիչները շատ են սիրում ռոք եւ կարելի է ասել ոգեշնչվել են հենց ռոքնռոլից ու հիմնադիրը Վարդգես Հովեան մեր շատ լավ ընկերը առիթը բաց չի թողնում ռոքի մասին խոսելու։ Այո, մենք սիրով նրանց կհյուրընկալենք եւ կլսենք նրանց երգերից նաեւ, բայց նաեւ Մարինա, քանի Սահյանից էինք խոսում, մեկ երգել Սահյանի բանաստեղծությամբ լսենք Project LA, այնուհետեւ արդեն մեր տաղավարում կհյուրընկալենք ռադիոլուրի մեր գործընկերոջը։ Եթե ունեիր հավելելու որևէ բան։ Հիշեցնենք, որ մեր տաղավարում լինելու են Fairwind խմբի հիմնադիր մենակատար Վարդգես Հովեյանը, որի երգն էլ լսեցինք հենց սկզբից, եւ Fairwind խմբի կիթառահար Ռոբերտ Խուդավերդյանը։ Դա իհարկե լուրերի թողարկումից հետո մնացեք մեզ հետ։ Փնտրում ես դու ինչ որ հանցանք, հեգնում ես ինձ ու չես ներում, բայց կա ինչ որ մի կարեկցանք, քո հեգնական շպիտներում, հեգնում ես ինձ ու նախատում, որ ոգում ես կռիվ ու վեճ, բայց կա ինչ որ մի քաղցրություն, քո դառնակին խոսքերի մեջ ախոնքերը տես հաճախ գիտում, նայում ես ինձ այնպես մռայլ, բայց կա ինչ որ քնքշություն, քո անողոք դեմքի վրա, հաճախ այնպես հայթում ես դու, սրտիս այնպես վիշտ ես բերում, բայց կա ինչ որ մտերմություն, քո այդ օտար հայացքներում, մերձ փարվում ես ինձ դու հովի պես, մերձ հովի պես ինձ չարչարում, ախ երբ այդպես շոյել գիտես, ինչու ես ինձ սար պատճառում, փնտրում ես դու ինչ որ հանցանք, հեգնում ես ինձ ու չես ներում, բայց կա ինչ որ մի կարեկցանք, քո
հեգնական ժպիտներում հեգնում ես ինձ ու նախատում բորբոքում ես կռիվ ու վեճ բայց կա ինչ-որ մի քաղցրություն քո դառնագին խոսքերի Սուրճ ու սեր առավոտից։ Իննանց 58 մենք վերադառնում ենք եթեր եւ տաղավարում մեզ միացել է ռադիոլուրից մեր գործընկերը Հասմիկ Մարտիրոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս Հասմիկ։ Բարի լույս սիրելի գործընկերներ։ Այսօր Համոս Սահյանի ծննդյան օրն է եւ մենք նրա բանաստեղծություններին անդրադարձանք։ Կա կոնկրետ ստեղծագործություն, որը տպավորվել է եւ հաճախ հիշում ես։ Համոս Սահյան իմ սիրելի ստեղծագործողներից է, Նոր Գործուրջյանի երգը լսեցինք, ես շատ ուրախ եմ, որ նման օրինակ երգիչների եւ նման օրինակ կատարումների շնորհիվ մեր երիտասարդները կարողանում են ծանոթանալ, եթե անգամ չեն էլ կարդացել կամ այս պահին ժամանակ չեն ունեցել, ծանոթանալ լավագույն ստեղծագործություններին երգի միջոցով։ Եվ Համոս Սահյանի այն ստեղծագործությունը, որը ներկայացրեցիք, կարելի ասել, այո, իմ սիրելի ստեղծագործություններից մեկը։ Այո, ընտրում ես դու։ Հրաշալի է, որ հենց այս արտիստների շնորհիվ մենք կարողանում ենք անընդհատ ակտուալ պահել մեր մեծերի ստեղծագործությունները եւ անգամ եթե ինչ-որ տեղ փորձում են մոռացության տալ, մեր երգիչները, արտիստները դա թույլ չեն տալիս ու անընդհատ նորաոճ նոր տարբերակով ներկայացնելը դա միայն օգուտ է եւ արդեն հանրությանը նոր շեշտադրմամբ ներկայացնելը։ Իդեպ Մարինա, համացանցում մի տրենդ կա, ասմիկ, չգիտեմ նկատել եք թե ոչ, օրինակ երբ ասվում է, որ չգիտեմ, ես կարոտել եմ քեզ եւ օրինակ ինչպես են դա ասում պոետները եւ ավելի այսպես բանաստեղծական տողերով շատ հրաշալի է, այո, ինչպես է Սևակն ասել։ Սահյանը, այո, շատ գեղեցիկ է եւ եւս մեկ անգամ բացահայտում ենք պոետների լեզուն։ Խոսքը փոխանցենք Հասմիկին, արդեն լուրերին ծանոթանալու ժամն է։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում Բարի լույս, ռադիոլուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, թեմաները նախամարոտ։ Ավարտվեց Անտալիայի դիվանագիտական ֆորումը, ինչ հանդիպումներ եւ քննարկումներ տեղի ունեցան։ Կրեմլը հայտարարել է, որ Թրամփի թիմի հետ շփումները շատ լավ են ընթանում։ Իսրայելական հրթիռները հարվածել են Գազայի հիվանդանոցին, թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։
Եվ այսպես Անտալիայում կիրակի օրը ավարտվեց դիվանագիտական ֆորումը, որը անցկացվեց ապրիլի 11-ից 13-ը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը նույնպես մասնակցում էր Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Անտալիայում էին ավելի քան 140 երկրներից 20-ից ավելի նախագահներ եւ վարչապետներ, շուրջ 5 տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ։ Եվ 3 քննարկումների վերջին օրը արտաքին գործերի նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել, տեղեկացնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Հական Ֆիդանն են հանդիպել, քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր։ Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ։ Այլ մանրամասներ արտաքին գործերի նախարարությունը դեռ չի հրապարակել։ Արարատ Միրզոյանը Թուրքիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ X-ում արտգործնախարարը գրառում է արել եւ ասել է, որ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը, խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական լրամշակումը եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը։ Տեղեկացնենք, որ համաժողովի շրջանակում արտգործնախարարը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին, նախարարը զրուցել է թուրքական TRT World հեռուստալիքի լրագրողի հետ եւ հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում Միացյալ Նահանգների, Եվրամիության հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում արկա առանցքային հարցերին։ Մասնավորապես թուրք լրագրողը հարցրել է հայ-թուրքական հարաբերությունների մասին շեշտելով, որ վերջին 1 տարվա ընթացքում հատկապես երկրաշարժի ժամանակ Հայաստանն ու Թուրքիան մի քանի կարևոր քայլեր են ձեռնարկել միմյանց աջակցելու ուղղությամբ։ Դրանց թվում են Հայաստանի ցուցաբերած օգնությունը, սահմանային կամրջի բացումը, Հայաստանի վարչապետի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երթնակալությանը։ Այս իրադարձությունները կարծես խթան են հանդիսացել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար, ինչ փուլում է այժմ գործընթացը, ինչ քայլեր են անհրաժեշտ առաջ շարժվելու համար։ Թուրք լրագրողի հարցին Արարատ Միրզոյանը մասնավորապես ասել է. Խոսելով երկրաշարժի եւ Հայաստանի արձագանքի ցուցաբերած աջակցության մասին կցանկանայի սա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից։ Կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսում եք երկրաշարժի մասին, մարդկային կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են, ասել է Միրզոյանը եւ ընդգծել. Կարգավորման գործընթացը այսպիսին է. դուք գիտեք, մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարական մակարդակում, զրույցներ վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահի միջև։ Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել։ Սա մեջբերում էր Արարատ Միրզոյանի խոսքից եւ արտգործնախարարը օրինակ է բերել սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար, որը համաձայնեցվել է, բայց ցավոք դեռ կյանքի չի կոչվել։ Նախարարը հույս է հայտնել, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օրինակ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է տեղում տեսնել շոշափելի արդյունքներ։ Իր խոսքում ընդգծել է արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը այլ հանդիպումներ եւս ունեցել է, դրանք ընդգրկուն կներկայացնենք ռադիոլուրի հաջորդ եթերաժամերի ընթացքում։ Թբիլիսին չի պատրաստվում միանալ Հարավային Կովկասի համագործակցության 3 գումարած 3 ձևաչափին, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիաշվիլին։ Վրաստանը այդ ձևաչափի մաս չէ, մենք համագործակցում ենք բոլոր հարևան պետությունների հետ, բացառությամբ Ռուսաստանի, դա իր ուրույն պատճառներն ունի, ուստի մենք չենք կարող այդ ձևաչափի մաս դառնալ։ 3 հայտարարել է վրացի արտգործնախարարը։ 3 գումարած 3 Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած եւ Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։
Եվս մի քանի լուր Անտալիայից նշեմ, որ Վրաստանի վարչապետն է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ, տեղեկանում ենք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերություն, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպման վերաբերյալ X-ում գրառում է արել եւ մասնավորապես տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկել են նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորել Վրաստան-Թուրքիա Ադրբեջան եռակողմ ձևաչափը։ Իրակլի Կոբախիձեն կրկին պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկխոսությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ընդգծվել է ոլորտային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս տնտեսական առաջընթացի եւ երկարաժամկետ անվտանգության ապահովման նպատակով։ Միջազգային լուրերի մասին ամանում ավարտվել են միջուկային գործարքի շուրջ Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունները, դրանք տևել են 2.5 ժամ։ Իրանական կողմը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Օմանի դիվանագետներն էլ հանդես են եկել որպես միջնորդներ։ Իրանական կողմը բանակցությունները կառուցողական է որակել, նշվում է, որ կողմերը փոխանակվել են Իրանի միջուկային ծրագրի եւ հակաիրանական պատժամիջոցների մասին իրենց երկրների կառավարությունների դիրքորոշումներով։ Տեղեկանում ենք, որ կողմերը համաձայնել են այս շաբաթ եւս մեկ հանդիպում կազմակերպել։ Սպիտակ տունն էլ դրական ու կառուցողական է որակում Իրանի եւ Միացյալ Նահանգների երեկվա բարձր մակարդակի բանակցությունները, մասնավորապես Սթիվ Ուիթքոֆն ընդգծել է, որ նախագահ Թրամփից հանձնարարություն է ստացել լուծել երկու երկրների միջև տարաձայնությունները երկխոսության եւ դիվանագիտության միջոցով, եթե դա հնարավոր է։ Հայտարարության մեջ շեշտվում է, այդ հարցերը շատ բարդ են եւ հատուկ բանագնացը ուղիղ շփումը մեկ քայլ է համարում փոխշահավետ արդյունքի հասնելու համար։ Կողմերը պայմանավորվել են հանդիպել ըստ ամերիկյան կողմի ապրիլի 19-ին, ավելի ուշ էլ ԱՄՆ նախագահը պատասխանելով բանակցությունների մասին լրագրողների հարցերին ասել է. «Մեջբերում եմ, կարծում եմ, որ դրանք նորմալ են ընթանում»։ Եվ լրահոսի վերջին լուրը վերաբերում է եկեղեցական օրվա խորհրդին, այսօր ավագ երկուշաբթի է, օրվա խորհուրդն էլ այսպիսին է։ Քրիստոս թզենու օրինակով սովորեցրեց, որ մարդու հավատը չպետք է լինի միայն խոսքով, եկեղեցի մտնել, մոմ վառել, պետք է բարի պտուղներ տալ, Աստված մեզնից միշտ ակնկալում է բարի գործեր։ Հավելենք, որ երեկ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց ծաղկազարդը։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Շոցիտ մեջ կոձայնի հետ ես նրան եմ կործերել Ռաքնռոլը էլ չկա, ռաքնռոլ չի մնացել Գիշերները ու կեքիտակ ես նրան եմ կործերել Ռաքնռոլը էլ չկա, ռաքնռոլ չի մնացել Կաշնչի մեջ, աշկերի մեջ ես նրան եմ միշտ տեսել Ռաքնռոլը էլ չկա, ռաքնռոլ չի մնացել Համերգի վաղտիմ դիստի մեջ ես նրան եմ հետ վերել Rock'n'roll էլ չկա, rock'n'roll չի մնացել Հաշոցիտ մեջ կազայնի հետ ես նրան եմ կործերել Rock'n'roll էլ չկա, rock'n'roll չի մնացել Գիշերները ու կեքիտակ մենք նրան ենք կործերել Rock'n'roll էլ չկա, rock'n'roll չի մնացել Կաշնչի մեջ, աշկերի մեջ ես նրան եմ միշտ տեսել Rock'n'roll էլ չկա, rock'n'roll չի մնացել Համերգի վաղտիմ դիստի մեջ ես նրան եմ քեզ վերել
երբեք էլ չի ալաղել Rock'n'roll-ը էլ չկա, rock'n'roll չի մնացել Ռաժոցից մեջ կազայնի հետ ես նրան եմ կործրել Rock'n'roll-ը էլ չկա, rock'n'roll չի մնացել Գիշերները յուք կեքի տակ մեկ նրան եմ կործրել Սուրճ ու սեր առավոտից։ Մենք շարունակում ենք մեր եթերը 10:11 լսում ենք Fairwind խմբին, որն ասում էր rock'n'roll-ը էլ չկա, բայց նրանցից կպարզենք կա թե չկա։ Բայց դե rock'n'roll-ից երևի ոգեշնչված էլի։ Մեր տաղավարում են Fairwind խմբի հիմնադիր մենակատար Վարդգես Հովեյանը, իմ շատ լավ ընկեր եւ խմբի կիթառահար Ռոբերտ Խուդավերդյանը։ Բարի լույս։ Բարի լույս, բարի լույս։ Լույսի մարդիկ, առավոտվա մարդիկ, հրաշք ձևով եք արթնացելու եկել։ Որ գիտենք ստեղ պետք է գանք, էլ ավելի հրաշք ձևով Չեք քնել։ Չէ, ես ամբողջ գիշեր սրտատրով սպասում եմ հանդիպմանը։ Վարդգեսը միշտ սպասված հյուր է Ալեն ռադիոյում։ Ինչպես են ձեր առավոտները սկսվում, եթե իհարկե նախորդ օրը համերգի չեք եղել։ Բոլոր պարագաներում շատ ուրախ է։ Եթե նախորդ օրը նույնիսկ համերգի ենք եղել, էլ ավելի ուրախ է, ռեֆլեկտ անելու ժամանակն է գալիս, հասկանալ թե ինչ եղավ երեք։ Իսկ առհասարակ շատ լավ, շատ պրոդուկտիվ, տրամադրված, որ լավ օր լինելու։ Երբ արթնանում եք, հարցս երկուսիդ ուղեմ, պատահում է, որ հենց ձեր երգերով արթնանաք եւ օրը սկսեք։ Իմ մոտ չի պատահում։ Չէ, դժվար թե ինչ որ մեկը գա դնի Fairwind, շատ դաժան առավոտ լինելու։ Մենք ենք ձեր երգով ամեն բացվող առավոտ։ Ինչի դուք ձեր երգերը չեք լսում։ Այդ երգը գրելու ընթացքում այնքանս այդ երգը լսում, որ ինչ որ մի բա ուզում ես արդեն իրան թողես ինքը իր կյանքով ապրի։ Դուք ոնց որ ծնողները ոնց են ծնողներն ու երեխաները մեծանում, թե երեխաները պիտի առանձնանան։ Դարաբես sense ինչ որ գործընթաց է։ Fairwind-ը արդեն 18 տարվա պատմություն ունի։ Ես գաղտնիք բացեմ եւ ասեմ, որ Վարդգեսին ճանաչում եմ դեռ մանկուց եւ երբ նրանք իրենց առաջին քայլերն էին անում Սարյան փողոցում գտնվող փաբերից մեկում, մենք գնում էինք այդ համերգներին ներկա էինք լինում եւ ոգևորում էինք 16-17 տարեկան էինք եւ փաստորեն այդ ամենը ավելի լուրջ երանգ ստացավ եւ այսօր արդեն 18 տարվա պատմություն ունեցող խումբ է։ Երեք քանի որ rock'n'roll-ի համաշխարհային օրն էր, մենք միշտ rock'n'roll-ը կապում ենք Fairwind-ի հետ։ Ուզած թե չուզած ոգեշնչումը որտեղից եկավ, ինչպես սկսվեց եւ հիմա էլ դուք ձեզ էլի ասոցացնում եք rock'n'roll-ի գաղափարի հետ։ Այո, իհարկե, մեր rock'n'roll-ը դաժե rock'n'roll է մի քիչ այով է, հա, այդ Երևանյան rock'n'roll-ն է, որը իր մեջ ոչ մենակ պարունակում այդ երաժշտական սպեկտրը, այլ նաեւ Երևանյան կյանքի բոլոր rock'n'roll-ային այդ մի քիչ ծուռ բաները, որոնք մեր հետ տեղի են ունենում։ Դες 18 տարի առաջ դուք մեզ նենց ենք ոգևորել, որ մենք մինչև հիմա այդ rock'n'roll-ը հա մեր կյանքից չի գնում, արդեն մեծ մարդիկ ենք դարել, արդեն մեր ասենք ոնց որ այն մարդիկ ովքեր մեզ սկզբից լսում են, իրենց 18 տարեկան երեխեքն են հիմա մեզ լսում բան, բայց ամեն դեպքում շատ հաճելի է։ Մենակ ես ինչ որ բան հասկացրեց։ Բնավ։ Մենք օքեյ ենք։ Չէ, rock'n'roll-ը մեր կյանքի ամենակարևոր մասերից մեկն է։ Մենք ուզում ենք մնանք այդ rock'n'roll չիկը թե մեր երաժշտության մեջ, թե մեր առօրյայում, թե մեր կյանքում, թե մեր ընտանիքում, թե մեր ընկերների հետ։ Մի թողեք պակասի։ Կյանքում առօրյայում մենք հաճախ ենք առնչվում rock'n'roll-ի այդ գաղափարի հետ թե կենցաղում եւ ինչպես է դա արտահայտվում, հետաքրքիր է։ Ռոբերտ Այդ ավելի շատ ապրելակերպի հետ է կապված, որովհետև հիմա ինձ թվում է rock'n'roll ասելով այդքան էլ երաժշտական ոճի մասին չի խոսք գնում, այլ հենց ապրելակերպի, պատխոդների, մի քիչ պանկ լինելու, մի քիչ գիժ լինելու, էտա
Ով հանդիսացավ ոգեշնչման աղբյուր։ Մենք բոլորս ինչ որ մի բանից կամ ինչ որ մեկից ոգեշնչվում ենք, չէ՞։ Չեմ ասի ուզում ենք նմանվել եւ դառնալ այդ նույն մարդը, բայց ամեն դեպքում ոգեշնչումը լինում է, այո, աղբյուրը լինում է։ Իմ դեպքում այդ հենց երաշտական լիքը խմբերից, այդ խմբերի երաշտության ազատությունից, իրանց պահվածքի ազատությունից, այն մտքից, որ իրանք բերում են իրանց երաշտությունով ու այդ միտքը մնում է մեր հետ, որ sense տարիներով մենք մեր հետ տանում ենք, էլի, էներգիա ինչ որ rock and roll-ի Rock and roll-ի ներկայացուցիչների մասին խոսելիս կամ նրանց, որ ասոցացնում ենք, միշտ ասում ենք մի քիչ խենթ ու խելառ են եւ տարբերվում են մյուսներից։ Այդ տարբեր լինելն է ձեզ ոգևորել, որ դուք էլ լինեք տարբեր, ոչ նման բոլորին։ Ինձ թվում է բոլորն են մի քիչ խենթ ու խելառ, ուղղակի հաշված մարդկանց վրա են հարյուրավոր կամերաներ բան արած, բայց եթե մենք ամեն մարդուն էլ սկսենք sense լուպայի տակ նայել, այդ այդ խելառությունը կերևա։ Ուղղակի ավելի շատ նրա մասին է, որ մարդ չթաքցնի ինքը իրան, չփորձի ինչ որ սոցիալական նորմայի մեջ, քառակուսի մեջ պահել, լինի ոնց կա։ Ահա։ Մենք ռոպեներ առաջ ձեր երգն էինք լսում, rock and roll-ը չկա, բայց հիմա պետք է հակառակը պնդենք եւ կարճ ձևակերպենք, որ այն կա եւ շարունակում է ապրել։ Միշտ լինելու է։ Ահա։ Միանշանակ։ Տեսեք, բոլոր հավանաբար շատ լեզուներով, ես մինիմում 3 լեզվով գիտեմ, որ կա rock and roll is dead։ Rock and roll մերթ եւ այլն եւ հայերենում չկար այդ երգը ու մեր հենց rock and roll-ը չկան դրա մասին է, էլի որ պետքա լինի միշտ մի անգամ պետքա թաղել rock and roll-ը եւ հետո իրան հետ բերել, էլի։ Ու այդ rock and roll-ը դա է, էլի, երբ որ օրինակի համար դու համերգ ես տալիս 18-րդ տարին շարունակ եւ ամեն համերգի ընթացքում դու քեզ վառում ես մաքսիմալ, դա էլ է rock and roll, որովհետեւ մյուս օրը դու վերակենդանանում ես այդ ֆենիքսի պես ու դա նորից գնում ես rock and roll անելու։ Այսինքն այդ ամենի մեջ rock and roll-ը դա սիրով քո գործը անելն է, դա չհիաստապվելն է, չհանձնվելն է, մարդկանց լավը տալը փոխանցելն է, այսինքն այդ ամենի մեջ դիքը rock and roll։ Բա իհարկե, բոլորս է rock and roll։ Էնել ամեն առավոտ։ Կարող ենք ամենը փոխել առավոտ, ամեն բացվող առավոտ rock and roll։ Հենց այդ երկով, այո, հենց այդ երկով էլ այսօր օրը սկսեցինք 18 տարի խումբը կա Հայաստանում, խմբի կենսագրության համար սա հսկայական թիվ է, որովհետև մեր իրականությունում եղել են շատ խմբեր, երբեմն շատ լավ, անգամ կայացած, բայց մի քանի տարվա կյանք են ունեցել, որն է ձեր երկարակեցության գաղտնիքը։ Հենց այդ չհանձնվելն է, այսինքն մեզ անընդհատ մենք շատ հետաքրքրասեր ենք, մեզ հետաքրքիր է բա հետո ինչ է ալել, եկեք դավես մեկն էլ անենք տեսնենք ու այդ ինչ որ մի ասենց անվերջ լուփ է ոնց որ, որի մեջ դու գտնվում ես, այսինքն դա իրոք սերն է այն ամեն ինչի հանդեպ ինչ մենք անում ենք, հա, այսինքն մեր երաժշտությունը ինքը ոչ mainstream երաժշտություն է, մենք բնավ չենք կարծում որ այդպես ինչ-որ անհնար մեծ բոլորը մի օրում սկսելու են լսել Fairwind կամ սկսելու են հայկական ռոք լսել։ Տեսեք, բայց սերը շատ լավ է, բայց սերը չի կարող այդպես կերակրել, հա, եւ փող բերել։ Մենք գիտենք, որ երաժշտությունը հատկապես Հայաստանում ունի որոշակի ուղղվածություն, որը կոմերցիոն է եւ որը բերում է գումար, իսկ այն երաժշտությունը, որը դուք եք ներկայացնում եւ մատուցում, խիստ սիրողական է եւ մենք ապրում ենք այնպիսի փոքր երկրում, որ բնականաբար որակյալ երաժշտություն լսող լսարանը եւս շատ մեծ չէ։ Ոնց եք կարողացել դիմանալ եւ չտրվել են կոմերցիայի գայթակղությանը, որովհետեւ որքան էլ ունենաս տաղանդ, լավ ձայն, լավ նվագես եւ ունենաս խումբ, բայց դրա համար պետք է շարժիչ ուժ եւ մոտիվացիա, որը ռոքի պարագայում մի քիչ մեզ մոտ լավ չի աշխատում։ Դա ընդհանուր համակարգից է գալիս։ Ուղղակի ի սկզբանե մենք չենք ուզեցել դա անել գումարի համար։ Չի եղել նպատակ։ Դա նպատակը ի սկզբանե եղել է ընկերներով ինչ որ մի հատ բանով զբաղվել, միասին ինչ որ մի հատ հավելյալ արժեք ստեղծել, դա կլինի հայերեն լեզվով երաժշտությունը, առաջնահերթ մեր համար դա է կարևոր եղել։ Դե իսկ հա հետո գնալով դժվարացել է, բայց դե մենք էլ մեծացել ենք, սկսել ենք աշխատել տարբեր տեղերում եւ այլն, այսինքն դեռևս նույնիսկ մինչ օրս չկա այդ նպատակը, որ եկեք մի հատ բան անենք, փող աշխատենք։ Հայավարի է, չէ, այլ տեղում աշխատում ենք, որպեսզի զբաղվենք մեր սրտի, այո, գործով, մեր հոգու գործով։ Հիմա համամարտկային է։ Այդ համամարտկային է, որտեվ ընդհանրապես արտիստ լինելը կամ ինչ որ երաժշտությունով, ինչ որ արվեստով զբաղվելու համար մենք սաղսել հասկանում ենք, որ այդ ավելի շատ հենց հոգու համար է, մարդու համար է։ Հիմա եթե մենք այդ
սիրով զբաղմունքի մեջ մեկ էլ դնում ենք ինչ-որ փող, հայտնիություն, այդ ամեն ինչ արդեն մի տեսակ փոխվում է, էլի, սկզբանե ուրիշ մտքով ես գալի դրան, մեկ էլ հոպ, ես ուզում եմ սրանից փող, ես ուզում եմ նրանց, էլի ճիշտ կլներ, ես կուզենայի մենք ապրենք ինչ-որ իդեալական աշխարհում, որտեղ ես գիտար նվագելով ընդհանրապես չեմ մտածում այն հաց փող մասին, բայց դե հիմա տենց չի, ես էլ չեմ ուզում բողոքեմ, չեմ ուզում դժգոհեմ, ես մեկական եմ, այն ինչ ես սիրում եմ, այն ինչ ես կարամ։ Կարևորը բոլոր այդ դժվարությունները մի կողմ եք դրել եւ շարունակում եք ներդրում անել ձեր երաժշտական կարիերայի մեջ եւ բավականին էլ ակտիվ չէ, բարբերաբար համերգներ, Fairwind ունենում է, նոր երգեր։ Օրինակ հենց այս թեմայի շուրջ մենք այս 5 շաբթի օրը գնում ենք ստուդիա, քանի որ հիմա ձայնագրում ենք մենք մեր նոր ձայնասկավառակը, մենք երգ ունենք, որը կոչվում է Մենք, ու ինքը հենց նրա մասին է, որ մենք սխալվել ենք, պարտվել ենք եւ այլն, բայց երբեք մենք ինքներս մեզ չենք դավաճանել։ Այսինքն մենք նաև փորձում ենք մեր երգերի միջոցով այդ ուղերձը հասցնել մարդկանց, այդ միտքը հասցնել մարդկանց, որ դու մնա դու կլինի ամեն ինչ վերջում ինչ-որ մի հատ պահի։ Համերգների հետ կապված այո, բավականին ակտիվ այս տարվա ընթացքում արդեն 2 հատ տեսահոլովակ ենք թողարկել, մեկը չփախչես ինձանից, որը մեր շատ լավ ընկեր Անի Խամոյանն է նկարել, մյուսը Սիրի երգի տեսահոլովակը, որը բավականին սիրվեց, օքսիմիրոն ստացվեց։ Հիմա աշխատում ենք ձայնագրությունների վրա, նոր ամսի 2-ին մայիսի Տիկնիկային թատրոնում ունենալու մասնակցելու ենք մեծ փառատոնի, վաղուց Տիկնիկային փառատոնում ռոք համերգներ չեն եղել։ Մենք Շեյգան խումբը, Mad Nation խումբը 3 խմբով ոնց որ ռոք փառատոն ենք անելու, տարբեր շատ հետաքրքիր համերգ է սպասվում, թող հանդիսատեսները, մեր լսողները անպայման գան մասնակցեն։ Դա չէ, ակտիվ ենք, Սևակ ջան, ակտիվ ենք։ Տարիքային ինչ խումբ է լսում Fairwind-ը։ Աղջիկներն ու մամաները, չգիտեմ։ Նոր երգի ոնց որ բառ աղջիկներն ու մամաները։ Չէ, բոլորը տարբեր, շատ տարբեր։ Այսինքն ես հիմա որ նայում եմ, կան մարդիկ, ովքեր 18 տարի գալիս են մեր համերգներին ու կան լրիվ նոր մարդիկ, որոնք 18 տարեկան են, 17 տարեկան են։ 18 տարի եկողները արդեն երեխաների հետ են գալիս։ Հա, դա շատ լավ է, շատ լավ ցիկլ է։ Մենք չենք առանձնացրել, մենք երբեք չենք գրա, եկեք էլ մի հատ երգ գրենք, օրինակ, չգիտեմ, աղբարաշենի բնակիչները լսենք կամ ասենք, sense չենք targeting արել էլի օրինակի համար։ Միշտ արել ենք այն, ինչ մեզ է դուր եկել եւ երևի թե հենց այդ անկեղծությունը մեր լսողը գնահատել է եւ կամ սիրել է կամ որոշել է, որ այսուհետև Fairwind ընդհանրապես չի լսի։ Ձեր անկեղծությունը չափ ու սահման կարելի է ասել չունի, ձեր երգերի բառերում, տեսահոլովակների մեջ դա նկատելի է եւ կարծում եմ հենց դա է հաջողության գրավականներից մեկը, որ դուք չեք վախենում լինել անկեղծ եւ Ռոբերտը նշեց, որ ռոքնռոլը լինել այնպիսին, ինչպիսին կաս, մեր հասարակության մեջ հաճախ դա չի ընկալվում եւ հասարակությունը սիրում է թելադրել իր նորմերը, իր ապրելաձևը եւ երբ դու մի քիչ շեղվում ես եւ լինում ես այնպիսին, ինչպիսին կաս, հասարակությունը սկսում է բոյկոտել, քննադատել եւ չընդունել։ Այս պարագայում կարծես թե դուք այսպես դրել եք ձեր տեսակետը եւ առաջ եք տանում ու դա փաստորեն ընդունվում է։ Շատ ուժեղ ենք դրել ուղղակի։ Այդ համել ինձ թվում է այդ հետաքրքիր process է, էլի, ուղղակի երբ որ հասարակությունը չի ընդունում ինչ-որ բան, դա էլ այն մարդու համար, որը իր ասենց ինքնությունը ուզում է ճանաչի, ուզում է ինքը իրան ճանաչի, ոնց որ այդ ստրես տեստ լինի իր համար։ Բայց այստեղ համով եւ կարևոր փոքր ինչ-որ թել կա, որը կարծում եմ, որ դուք չեք անցնում այդ թելի սահմանը, որովհետեւ երբ որ հասարակությանն ասում ես, ես այսպեսին եմ, ինչպեսին որ կամ, ինձ մեկ է հասարակության կարծիքը, հասարակությունն ագրեսիվանում է։ Բայց ձեր պարագայում ինչ որ, չգիտեմ, նուրբ թել կա, որի այդ սահմանը դուք պահում եք, դուք էլի թելադրում եք ձերը, բայց հասարակությունը կարծես թե չի ագրեսիվ։ Մեծ տարբերություն կա, երբ որ դու ուզում ես ուղակի բոլորին պրովոկացիա անես քո շուրջ եւ ուղակի ասում ես թե ես սենց եմ հիմա Նաև մենք ասում ենք դուք էլ կարաք սենց լինեք։ Այդտեղ կա գաղտնիք, որովհետեւ նույնիսկ ամենա կոնսերվատիվ եւ կամ այլ տարբեր հայացքների մարդիկ իրանք երևի թե ինչ որտեղ ուզում են լինել ֆերում ավելի։ Բարդկես նշեցիք ձայնասկավառակ եք ձայնագրում, այսինքն նոր երգերի շարք, որովհետև ձայնասկավառակները վաղուց արդիական չեն արդեն։ Հա, հիմա կակրած մտածում ենք Սևակ ջան, մեր առաջին ձայնասկավառակը մենք թողարկեցինք կասետով։ Կասետ, մատիտ, հա, այս չէ, ոչ թե այդքան հին էր, այլ ուղղակի մենք ուզում ենք հետ բերենք։ Այժմ նույնպես ինչ որ մի հատ կոնցեպտուալ բան կմտածենք, հա, ձայնասկավառակ որպես այդպեսին ֆիզիկական երևույթ
անպետք է, որտեվ ես չեմ հիշում վերջի անգամ երբ եմ դումնես չունեմ նույնիսկ սարք, որով ձայնասկավառակը կարելի լսել։ Իսկ հա ինչ որ հետաքրքիր ձևով կմտածենք, լինելու է ամբողջական նոր երգեր, նոր հնչողություն։ Մենք այդ երգերի մի մասը նվագում ենք համերգներին արդեն, իսկ օրինակ այս մոտակա մեր ձայնագրման սեսիայի ընթացքում մենք ձայնագրելու ենք մենք երգը, խաղ երգը եւ մարմելադ երգը, 3 երգ, արդեն 4 երգ ձայնագրած է, եւս երևի ինչ որ մի հատ սեսիա կունենանք եւ արդեն կսկսենք աշխատել հենց ձայնասկավառակի, այսպես ասած, ալբոմի պրեզենտացիայի վրա։ Այդ ձայնասկավառակի մասին խոսելիս հիշեցի վերջերս մեքենաս փոխում էի եւ իմ մեքենան ձայնասկավառակով էր ու ես անգամ ունեմ ձայնասկավառակ, որը դար 21 թվականից դեռ կա ինձ մոտ ու այդ մարդն ասաց պետք չի տեղափոխել, որովհետեւ այս մյուս մեքենան ուղղակի չունի ձայնասկավառակի հնարավորություն։ Հիմա ձեռքս այսպես պահել եմ, ասեմ լավ, ինչ անեմ, ես կտանեմ տուն։ Ու տարել եմ տուն, հիմա նայում եմ, ասեմ լավ, տանը որևէ սարք չկա, որով ես կարող եմ դրանք լսել, բայց ինչ անեմ, նետեմ աղբամանը, այնքան մի տեսակ ափսոս է դրանցից հրաժարվել։ Ինձ որտեն Չէ։ Ես կպահեի։ Մեկը պահեցի, որ ինձ հիշեցնում էր, այո, հին տարիները։ Իմ ծնողները տենց պահում էին տենց բաները ու դրա համար ինձ ոնց որ սենց կիլոներով վնասլեստու համ վինիլը ու պլաստինկ կասետներ վարման։ Ահա վինիլները տեսեք վերադառնում են, այնպես որ միշտապես ամենից դեն նետել։ Մենք այս պահին գովազդային դադար ունենք, րոպեներ անց արդեն կշարունակենք մեր եթերը։ Սուրճ ու սեր առավոտից 10:28 մենք շարունակում ենք սուրճ ու սերը առավոտից եւ այսօր խոսում ենք ռոք-ն-ռոլից, որովհետեւ երեք աշխարհում նշում էին ռոք-ն-ռոլի օրը եւ մեր տաղավարում մեր խմբում էի ուզում ասել։ Մենք ենք արդեն այդ խմբից, որովհետեւ մեզ ասացին մենք անդամներն են Վարդգեսը եւ Ռոբերտը, այո, մեզ էլ ասացին ռոք-ն-ռոլի ռոք-ն-ռոլը ինչ որ կերպ նշանավորվում է Վարդգես այս օրը ձեր կյանքում, թե չէ։ Մեմը ամեն օր ռոք-ն-ռոլի օրը։ Ոնց եք նշում ամեն օր։ Ուղղակի գոյություն ունենալու։ Դա արդեն տոն է։ Ձեր տեսահոլովակները շատ տարբերվող են, ինչպես որ ձեր երգերի բառերը։ Այս բառը պիտի ասեմ ուղղակի փախած մտքեր են տեսահոլովակներում։ Ոնց եք իրականացնում, գեներացնում, այո։ Չգիտեմ, չենք ամաչում ծիծաղալու լինենք ինչ որտեղ։ Մարդիկ միշտ ուզում են լուրջ լինեն, չէ՞։ Մենք լուրջ ենք։ Ինքնահեգնանքը երևի ամենաուժեղ կողմերից է մարդու։ Շատ սիրում եմ տես պատմություն կա, մենք Զեփյուր տեսահոլովակ ունենք, որտեղ մեր բառաբանշիկը Տիգրանը պետքա ակլորը կամ հավը ձեռին մտներ ներս, ու մենք գնացել ենք այդ օրվա նկարահանումներից առաջ գումի շուկա, որպեսզի առնենք ինվենտար ու այդ ինվենտարի մեջ մտնում էր ուշադրություն։ Կապտի տարած ձուկ, հա, ուրեմն 3 լիտրանոց բանկայի մեջ գարեջուր, պիտի լիներ կենթանի հավ, մենք պետք է հագնված լինենք մոտավորապես ինչ որ սպորտային համազգեստ եւ կոշիկներ, այսինքն մաքսիմալ ինչ որ կարծրատիպային տես նայվենք, հատիկավոր մազեր, հա, ինչ որ sense գողացողի ակնոցներ, հա։ Մի խոսքով sense հագնված գնում ենք այդ ամեն ինչ առնելու, մեկ էլ իմ գոլեգաներից մեկն է դուրս գալիս իմ դեմը, ու այն գոլեգաներից ում հետ ես ամեն օր չեմ առնչում, այսինքն մենք իրար ոնց որ գիտենք հերակա։ Վիճակով եք տեսնում։ Ու ինքնից տեսնում եմ գումի շուկայում այդ հավը գարեջրով անկան, sense ասում եմ Վատկես բարև, ասում եմ
բարև, ու ինքը բա ինչ կա, ու ես դες հասկացա, որ պետքա պահը փրկել, ասացի հեչ, ամեն առավոտ էստեղ ավելի լավ է ստեղծել լեգենդ, քան թե բացատրել, էլի հիմա այդ մարդը մտածում է, ասում է, sense գալիս է լուրջ դեմքով գործեր անում, հետո բացատրի, որ տրամվայի եմ սպասում։ Շաբաթ օրերը գումի շուկա հավ ու գարեջուր է տանում մի կողմից մյուս կողմ։ Իդեպ տեսալովակների մտածումը էլի ամբողջությամբ ձերն է։ Մի մասը այո, օրինակ վերջին երկու տեսահոլովակը չփախչեց ինձանիցը Անինա Արեխամոյան, ով որ ծերից ծեր գրել է storyboard-ով բերել է, հաջորդ տեսահոլովակը Սիրին դա Lat Studio-ի հետ ենք մենք անում, էլի մեր ընկերները շատ լավ, իրենք ամբողջ storyboard-ը են, գալիս են մեր հետ քննարկում են եւ այլն անում ենք, բայց չեմ ամեն բացվող առավոտը Զեփյուրը, Սիրո հասակը եւ այլն, դա ընդհանուր brainstorming է։ Այսինքն պատկը մեծ production-ներ չեն աշխատում, հա, այսինքն այս ոլորտում, այսինքն մենք իրար հետ նստում ենք, ասում ենք եկեք հələ ծիծաղալու բան անենք ինչ որ, հա։ Բայց Սիրին շատ քննարկվեց, ինչն էր, լավ իմաստով շատ քննարկվեց, ինչն էր պատճառը կամ հիմք հանդիսացավ ինչը, ըստ ձեզ, էլի։ Երևի թե երգը թե տեսահոլովակը դերասանները ֆանտաստիկ լավ էին խաղում, գույները շատ լավն էին։ Սիրին որ պատկերացնեք, ինքը ոնց որ մենք երբ որ ես գրեցի երգը Ռոբերտը արեց գործիքավորումը եւ այլն, մենք տենց ինքնական որոշեցինք, որ այդ երգի ինչ որ հաջողության մի մաս կտրելու ենք եւ մենք իրեն թողեցինք 6 րոպե 50 վայրկյան։ Դա նշանակում է, որ դա չի գնալու TV, դա չի գնալու ռադիո եւ այլն, դա ոչ եթերային ֆորմատ է, հա, բայց մենք հասկացանք, որ այդ երգը հենց այդ ֆորմատի մեջ է ճիշտ լսվում։ Ու երևի թե հենց այդ մարդիկ, ովքեր որ հիմա լսում են այդ երգը, նայում են տեսահոլովակը եւ այլն, իրենք նույնպես գնահատում են, պատմությունը ամբողջական է, երաժշտությունը եւ պատմությունը ամբողջական է եւ ինչ որ ամեն մարդ կարա այնտեղ ինչ որ մի բան գտնի, հա, դա ինքը ոնց որ տխուր ոչ այդ շատ ուրախ պատմությունը, այսինքն կա վեճը վերջում իրանք իրար կարևորը գրկում են եւ ինչ որ happy end-ot բան ենք փոխել ստանալ եւ հարամ էինք անում մենք ոնց նկատեցինք, այսինքն հասցրեցինք տոպրակներով գալիս են վերջում ու հետո իբրև ոչինչ էլ չի եղել։ Ոչ եղեք, մեզ մոռացվեց ամեն ինչ։ Դրա համար անկեղծություն, մարդիկ ուզում են անկեղծ բաներ, մարդիկ չեն մանավանդ տեսորվա ֆիլտրված դարում անկեղծությունը կարևոր է։ Նշեցիք, որ մայիսի սկիզբ ունեք փառատոն, ուզում եի հարցնել, դուք արդեն 18 տարեկան խումբ եք, չափահասնել արդեն անցել եք, 18+ բաներ խմբին արդեն կարելի է։ Ունենք երիտասարդ rock and roll շիկներ, եթե կարելի է այսպես ձևակերպել։ Ինձ թվում է, մեզ լսում են, հա, իհարկե, մենք ունենք հանդիսատես, բայց միանշանակ կան խմբեր, նոր խմբեր ձևավորվող խմբեր շատ, հա, շատ ֆանտաստիկ նոր խմբեր կան, որոնք մեզնից ուշ են, մեծ մասը մեզնից ուշ է, բայց շատ լավ խմբեր կան, այսինքն իրականում Հայաստանում հայկական ռոկը տեղի է ունենում, հայկական ռոկը զարգանում է, ուղղակի հանդիսատեսը մի քիչ ավելի քիչ է լսում, որովհետև դա այդքան էլ հասանելի չի, բայց դա նորմալ է, եթե մենք նայենք ամբողջ աշխարհում նույնպես դա տեղի է ունենում ամենուրեք էլի։ Ինձ թվում է դրական միտումներ միանշանակ կան, մարդիկ սկսում են ավելի շատ սիրել այդ երաժշտությունը, ավելի շատ հայերեն երգեր գրել, ինչը շատ կարևոր է։ Հարցը երկուսի տամ եւ Ռոբերտին եւ Վարդգեսին, որ հետ եք նայում ձեր 18-ամյա պատմության մեջ, որևէ գործ կամ տեսահոլովակ, այն որ ասում եք դե լավ, էս ինչ էր, ամոթ էր, պետք չէր, որն է, որ ստեղծագործությունը կամ տեսահոլովակը։ Չէ, ես տենց բան չեմ։ Իմ մոտ եղել է, որ ես ամանչել եմ մի շաբաթ, հետո հարմարվել եմ։ Այս պահին եմ ամանչել, բայց սենց երբ որ արդեն ինչ որ գրած երգից էլի, որ նվագել եմ, հետո ասել եմ, վայ, չէ լավ։ Այ որ երգներ է։ Տարբեր, որովհետև ես դե տարբեր խմբերում, հա, այնքան երկագրված եղել ու տենց պա եղել է, բայց հիմա որ սենց նայեմ մի 10 տարվա առաջ գրած երգին, երբեք տենց զգացում չկա, որովհետև ցանկացած երգը ոնց որ բան ֆոտո լինի, էլի, այդ ժամանակահատվածի, այդ էմոցիայի, այդ մտքերի, իրանք կարան դեբիլոտ ինչ-որ բաներ լինեն կամ ինչ-որ սխալ բաներ լինեն, բայց այդ հետաքրքիր է, էլի։ Շատ ճիշտ նշեցիր, ոնց որ ֆոտո, որ հիմա օրինակ ինչ-որ մեկը քո հին ֆոտոները նայում է, վայ, ես դու ես, բայց հիմա ավելի սիրուն ես, ուզում ես ասել, բայց այն ժամանակ էլ էի սիրուն, այդ ժամանակվա կամ էլ այն ֆոտոներից, որ ինչ-որ սենց աննորմալ դեմք է, կամ չգիտեմ, մոտդ մի բան նյութա ու մենք հիմա Instagram-ում լրված ֆիլտրներով, բաներով սախ դզում փչում ենք, իսկ այդ ինչ որ իսկական բան է, հա, այդ շատ կայֆ է, էլի։ Իմ մոտ կա, բայց այսինքն ես միշտ հետ եմ գնում, փորձում եմ նայել, ինչի մենք սա սենց արեցինք իսնանես, բայց
երբեք չեմ փոշմանել։ Հա, օրինակի համար մենք ունենք վիդեո, որտեղ որ մի մասը նկարեցինք մի օր, մյուս մասը մյուս օրը նկարեցինք ու տարբեր կամերաներով նկարեցինք, ու ես հիմա դա տեսնում եմ կադրում, որ երկու տարբեր կարծինքա է ստացվել, բայց իրականում դա մենք ավելի շատ ենք տես բաները նկատում, քան հանդիսատեսը, մենք միշտ փորձում ենք ավելի լավը տալ, ու նաև այդ ինչ որ վատ չասեմ, հա սխալ կամ կիքս ունենալն էլ է դա ռոքնռոլային փորձառության մի մաս է։ Այսինքն դու քեզ ստերիլացնելով, էլի քեզ սկսելու ես դնել քեզ լսողից ավելի բարձր, ինչը շատ սխալ է, էլի։ Դու պետքա լինես իրենց հետ, իրենց կյանքով, որտեղ մենք իրենցից մեկն ենք, ինչ կապ ունի։ Մեր համերգներին մարդիկ բարձրանում են բեմի վրա եւ մեր նվագելու ընթացքում ապարում են, տժժում են, թռվռում են, ուրախանում են։ Մենք ուզում ենք այդ բեմը կիսենք իրենց հետ բարի բուն իմաստով, ոչ թե ուղակի այնտենց կենացի շրջանակներում, էլի։ Որ եկել են երգում նվագում են, հետո այդպես ֆորում համերգների հաջողության գրավականն է անկեղծությունը, մարդկանց սահմանափակումներ չի դրվում։ Մարինայի տված հարցի հակառակ կողմը այս 18 տարվա մեջ ամենասիրելի գործերը, որոնցով այսպես առանձնահատուկ եք հպարտանում։ Ես շատ եմ դե տարբեր, քանի որ երգերի երևի մեծ բոլորը էլ կարելի ասել ես եմ գրել, հա, հենց որպես երկու երգա գրել Արտոն Բաղդասարյան մեր բասիստը նախկին, մնացած բոլոր երգերի հեղինակը ես եմ, բոլորն էլ իրենց տեղը ունեն, այսինքն ամեն երգ ինչ որ մի հատ բանի սկիզբ է տվել ինձ, հա, ես օրինակ շատ եմ սիրում մնացածը, իմ համար դա կարևոր երգ է, ինձ թվում է դա լավ երգ է։ Ես շատ եմ սիրում Երևանը, որովհետև Երևանը մաժորների, մինորների քաղաք է։ Կարմիր երգը կամ Լուսանցքը դա երևի թե վաղ 3-շիշ գինին էր, հա, որ մյուս երաժշտական պրոյեկտը, որովհետև ոնց որ խմորվում էր, հետո դարավ դա առանձին երաժշտական պրոյեկտ։ Առանձնացնել ինչ որ մի հատը չեմ կարող, բայց բոլորն էլ իրենց տեղում, իրենց ժամանակին շատ արդիական ու կարևոր են եղել իմ համար։ Ինձ դե ես հիմա զբաղվում եմ Fairwind-ի ոնց որ նոր ալբոմի երաժշտությամբ, առանժировкեքով, բաներով, կարամ դրանից խոսամ, ես շատ եմ սիրում Սիրին, որովհետև Սիրին մի մեծ պատմություն է, երաժշտական պատմություն է, շատ տարբեր թեմաներով ու ինքը իր մեջ ունի շատ sense դինամիկ դրամատուրգիա, չփախչեցնեմ շատ սիրում որտեղ ինքը ցած գժական միքս մանիակոտ գործայել իր բառերով, իր հենց զվուչանիայով տեսահոլովակն էլ է շատ հետաքրքիր sense փախած ստացվել։ Ահա։ Սիրից այսքան խոսեցինք, երևի դա էլ կլսենք, չէ՞ Մարինե։ Լսենք, քանի որ դուք նշեցիք, որ այն եթերային չի, ոչ ռադիոյի, ոչ հեռուստատեսության համար, որովհետև երկար է, մենք ամեն դեպքում կլսենք։ Բացառություն կանենք։ Այո։ Եվ եւս մեկ անգամ խնդրում եմ հիշեցրեք համերգի օրը եւ որտեղ է լինելու։ Մայիսի 2-ին Տիկնիկային թատրոնում Reef Riot ռոք փառատոնն է տեղի ունենալու, մասնակցությամբ Mad Nation, Shaygan եւ Fairwind խմբերի։ Շատ հետաքրքիր համերգ է սպասվում, մենք շատ տարբեր երաժշտություն ենք երեք խմբով նվագում, մի խոսքով հաստատ կսիրվի։ Ահա, այնպես որ մայիսի 2-ին առաջիկա համերգը մնացած նորությունների համար պատասխանը մեկն է Fairwind-ի Instagram-յան, Facebook-յան էջերը, որտեղ կարող եք ծանոթանալ նորություններին։ Մենք հիշեցնենք, այսօր զրուցում ենք Fairwind խմբի հիմնադիր եւ մենակատար Վարդգես Հովեյանի եւ գիտարահար Ռոբերտ Խուդավերդյանի հետ։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Լավ օր, շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեր առավոտը մեզ հետ սկսելու համար, իսկ մենք շարժվում ենք առաջ Siri, այսպես է կոչվում Fairwind-ի երգերից մեկը, որը շատ է սիրվել եւ քննարկվել, բացառություն ենք անում։ Լսում ենք եւ ճանապարհենք մեր հյուրերին վերադառնանք։ Ես փնտրում եի երջանկություն, բայց հասկացա սերը վարակա, որ ջարդում է քեզ, երբ մատքերը շատ բարակ է, դժվար եմ ես վերլուծում, քո դերը խաղը իմ կյանքում, մենք ապրում ենք թատրոնում, գլխավոր դերերն ենք խաղում։ Անձրևից փայլող ասֆալտը Պարզաջրում է զգացմունքներս Գրելիս այս երգն անվերջ Թրջվում էին մատներս Շեղում եմ ես իրարից
Ժամի չափի այս սահմանները չեմ հագենում ես քեզանից Արի երկուսով թարգենք հաշվերը Խնդրում եմ ծիծաղա ավելի բարձր Հասի հետևիցս փոխի ճամփես Ժամանակը շատ թանկ կարոպեներն ափսոս Խնդրում եմ չքնես Խնդրում եմ արի լինենք ոնց կան խոսա Պատմի լացի ծիծաղի Մեր կյանք շատ կարճ օրերը հաշված Խնդրում եմ քեզ սիրի 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 Զարմանաս դու իմ տոնից Կամ էլ ձայնից սա քո էֆեկտն է Միգուցե մեկ թվա Որ այս միկրոֆոնի դեպքն է Ուզում եմ կորեմ լսեմ Ծիծաղի քո ձայները Ժամանակը այնքան թանկ է Որ ափսոսում եմ րոպեները Խոսիր ինձ հետ հիմա պատմիր Կիսվիր բոլոր գաղտնիքներով Թափառենք մենք մինչև լույս Քաղաքի տանիքներով Ուղղակի լռենք փորձենք Կարդալ միմյանց հայացքները Ազատ թողենք դեպի իրար Անվերցակվող մեր մարմինները Խնդրում եմ ծիծաղա ավելի բարձր Հասի հետևիցս փոխի ճամփես Ժամանակը շատ թանկ կարոպեներն ափսոս Խնդրում եմ չքնես Խնդրում եմ արի լինենք ոնց կան խոսա Պատմի լացի ծիծաղի Մեր կյանք շատ կարճ օրերը հաշված Խնդրում եմ քեզ սիրի 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 Fairwind խմբի Siri երգն ենք լսում, որը վերջերս է թողարկվել մարտի 2-ին, շատ գեղեցիկ ստեղծագործություն, անպայման խորհուրդ կտանք այն դիտել տեսահոլովակի տեսքով, որովհետև հրաշալի դերասանական խաղ է, մենք նայում եւ հիանում ենք եւ շարունակում ենք։ Եթերը Facebook-յան հարթակում մենք ունենք մեկնաբանություններ, որոնք չենք հասցրել ընթերցել։ Այո, Ֆոլի Կելոյանն է գրել, բարի առավոտ, Ձյունառատ մեր Պեմզաշեն գյուղից ողջույններ եւ նաեւ ուզում եմ շնորհավորել հայրիկիս 70-ամյակը ցանկանալով երկար տարիների առողջ ու երջանիկ կյանք։ Առողջությունը շատ կարևոր է, միանում ենք բոլոր շնորհավորանքներին եւ իհարկե եւս մեկ անգամ շնորհավորում բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր։ Աննա Մելյանը բարի լույս է մաղթել, էլի բարի լույս եւ էմոջիներ ունենք մեր Facebook-յան հարթակում, շնորհակալ ենք ակտիվության համար եւ օրվա թեման կարծես ձյունն է, չէ՞, տարբեր մարզերից մեզ գրում են, զինվեք համբերությամբ, ամեն դեպքում գարուն է, կարծում ենք, որ ավելի շուտ կհալվի ձյունը։ Ահա։ Եվ քանի որ արդեն վերջին րոպեներն են սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագծի հաղորդման այս հատվածում մենք ձեզ հետաքրքիր երբեմն էլ ծիծաղելի լուրեր ենք հայտնում, իհարկե նաև անդրադառնում ենք սպորտին ու երևի այսօր սկսենք թեթև լուրերից։ Այո, իդեպ խնդրել ենք արհեստական բանականությանը առանձնացնել թե ինչ զվարճալի լուրեր կան աշխարհում, որովհետև երբեմն լրահոսն այնքան ծանր է, որ մարդիկ անգամ խուսափում են եւ շատ մարդիկ կան, որ օրինակ Facebook-ում ասում են փակել են բոլոր չէ լրատվական էջերը, սա իհարկե մարդկանց ընտրությունն է եւ իսկապես հաճախ այնքան ճնշող է լինում լրահոսը, մարդիկ պարզապես ուզում են փախչել իրականությունից։ Հիմա օրինակ մի քանի զվարճալի լուր մեզ համար առանձնացրել է։ Օրինակ հիմա էլի խոսելու ենք ֆուտբոլից, շատ հեռու չենք գնում, բայց այստեղ արդեն գլխավոր դերակատարը ոչ թե ֆուտբոլիստներն են, այլ
Թռչյունը։ Բրազիլիայում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղի ընթացքում դաշտում հայտնվել է մի թռչյուն, որը խանգարել է գոլի հնարավորությունը։ Թիմի դարպասապահ հետագայում շնորհակալություն է հայտնել թռչնին փրկված գոլի համար։ Ահա, հրաշալի թռչյուն է եղել մրցակցի համար, բայց ոչ այն խմբի, այն թիմի, որը ցանկանում էր գոլ խփել։ Շունը դարձել է որևէ մի քաղաքի պատվավոր քաղաքացի, որ քաղաքն է Ճապոնիայում կա մի փոքրիկ քաղաք, որտեղ Շունը տարիներ շարունակ օգնել է անցորդներին ճանապարհ անցնելիս, նա այդ ամենի արդյունքում ճանաչվել է քաղաքի պատվավոր քաղաքացի եւ քաղաքապետը նրան հատուկ մեդալով է պարգևատրել։ Իսկ մենք փաստորեն այստեղ շատ դեպքերում կենթանիներին լավ չենք վերաբերում։ Ես միշտ ասում եմ, շահել է այն պետությունը եւ այն պետության ապագան է այսպես տեսանելի, որը որ ուշադրություն է դարձնում կենթանիներին, դա շատ կարևոր է եւ շատ հաճախ եթե ունեք հնարավորություն, լավ գոնե մի վնասեք։ Անպայման պետք է ուշադրություն դարձնել եւ հատկապես Հայաստանում ինչքան էլ կան չէ հոգատար մարդիկ հաճախ մենք զարուրելի տեսանյութերի ենք բախվում, իրականությանն ենք բախվում, տեսնելով թե մարդկանց դաժանությունը ուր կարող է հասնել, այս դեպքում չափազանց կարևոր է նաեւ մյուսներից գոնությունը եւ դրանց մասին խոսելն ու տեղյակ պահելը։ Այո։ Եվ մենք անընդհատ խոսում ենք ռոբոտներից, արհեստական բանականությունից, կարծես դրանք դարձել են մեր առօրյայի անբաժան մասը եւ արդեն առօրյայում էլ իրենցից ենք խոսում։ Ռոբոտը պատրաստել է առաջին պիցցան տիեզերքում։ NASA-ի տիեզերագնացները փորձարկել են ռոբոտ, որը կարողանում է պատրաստել պիցցա տիեզերքում։ Սա առաջին անգամն է, երբ տիեզերքում պատրաստվել է նման ուտեստ։ Տեսնես ամեղ է եղել, թե չէ, բայց ամեն դեպքում կարևորը առաջին քայլերն են։ Ռոբոտները այո շատ ոլորտներում գալիս են, փոխարինում են մարդուն, բայց ահա սպորտի ոլորտում կարծում եմ, որ հատկապես չեմպիոններ չեն կարող դառնալ ռոբոտները։ Շաբաթ կիրակին բավական հագեցած էր մարզական տեսանկյունից եւ շաբաթ օրը վստահ եմ, որ մեր եթերում շատ էլ խոսվել է այս մասին, բայց առանձնահատուկ այսօր ուզում ենք անդրադառնալ եւ շնորհավորել Մալխաս Ամոյանին, քանի որ նա դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն եւ բարձրացրեց մեր եռագույնը, հնչեց մեր օրներքը, ինչը մեզ հպարտության առիթ տվեց եւս մեկ անգամ։ Շնորհավորում ենք Մալխասին, նրա մարզչին եւ հավաքականին մեր, որովհետեւ բավականին այսպես պատվով ներկայացան։ Արթուր Ալեքսանյանն էլ երեք դարձավ լավագույն մարզիչ եւ նա գոտեմարտեց արդեն բրոնզե մեդալի համար վնասվածքի պատճառով, բայց ճանաչվեց Եվրոպայի լավագույն մարզիկ, իսկ նրա մարզիչը Արմեն Բաբալարյանը լավագույն մարզիչ։ Մենք շնորհավորում ենք բնականաբար եւ սա իսկապես մեզ համար եւս մեկ հպարտանալու առիթ է։ Եվ շարժվում ենք առաջ, մոտ 15 տարվա դադարից հետո Հայաստանի հոկեյի հավաքականը մասնակցել է հոկեյի աշխարհի առաջնությանը եւ 24-3 հաշվով հաղթել Մալազիայի հավաքականին։ Փաստորեն 3 Երևանի Գեղասահքի եւ Տափողակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է Տափողակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունը եւ Հայաստանի հավաքականը մրցել էր հենց Մալազիայի ընտրանու հետ։ Իսկ այսօր արդեն Հայաստանի ընտրանին կհանդիպի Ուզբեկստանի հավաքականին։ Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է անցկացված մրցաշարին 3-րդ դիվիզիոնում 2010 թվականին, եթե անկեղծ ես չգիտեի, որ մենք հոկեյում նման հաջողություններ ունենք։ Եվ այս տարի այդ առաջնությունը փաստորեն Հայաստանում է անցկացվում։ Վերջին տարիներին Հայաստանը բավականին մեծ թվով այսպես հեղինակային եւ վարկանիշային հեղինակավոր մրցույթներ է հյուրընկալում, այդ թվում սպորտի ոլորտում, ինչը միմիայն ողջունելի է։ Եվ քանի խոսում ենք մեր հայերի հաջողություններից, նաեւ ասենք, որ Նոա ֆուտբոլային ակումբը 3 ռեկորդ է գրանցել ԲԿՄ-ի հետ խաղում, ընթացիկ առաջնությունում նա 17-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել այս ակումբը եւ գերազանցել Հայաստանի առաջնություններում երկար տարիներ չգերազանցված ռեկորդը, որը պատկանում էր Փյունիկին։ Նոայի անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ին Ալաշկերտի հետ կայացած խաղից եւ փաստորեն 3 էլ հաղթանակով ռեկորդ սահմանեցին, քանի որ 17 խաղ անընդմեջ նրանք հաղթել են։ Եվ մենք ելի հաղթելու հնարավորություն ունենք։ Այսօրվանից մինչև ապրիլի 20-ը Կատարի Դոհա քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլը։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից եւ մեր թիմը կմասնակցի հետեւյալ կազմով. մարզիկներ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան եւ Մամիկոն Խաչատրյան։ Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին, մենք ձեզ հետ ենք։ Հաղթելու շանսերը այսօր էլի մեծ են, որովհետեւ նաեւ ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրն է եւ մենք այսօր ունենք 3 մասնակից ծանրամարտի ֆեդերացիայից են տեղեկացնում։ Երևանի ժամանակով 17-ին մրցահարթակ դուրս կգան A ենթախմբում հանդես եկող
55 կիլոգրամ քաշային կանայք Հայաստանի ու հավաքականից պայքարի մեջ են մտնում Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Իզաբելա Յայլյանը, իսկ ժամը 20-ին տղամարդկանց 61 կիլոգրամ քաշային կարգում Գառնիկ Չոլոկյանը դուրս կգա մրցասպարեզ, այնպես որ հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին։ Եվ մարզական նորություններից տեղափոխվենք արևմուտք, որտեղ կրքեր են եռում հին ֆիլմերի հետ կապված։ Փաստորեն Տիտանիկ ֆիլմում օգտագործված ջութակը աճուրդի է հանվելու $75,000։ Հիշում եք։ Հայտնի տեսարանը անգամ այսպես դարձել է շրջասույթի պես մի բան, չէ՞, Տիտանիկի երաժիշտներ, երբ աշխարհափուլ է գալիս, մարդիկ նվագում են, այդ դրվագը շատ հայտնի է, այո։ Եվ շատ հաճախ է քննարկվում, երբ ասում են, այո, նավը խորտակվում էր, իսկ երաժիշտները շարունակում էին նվագել։ Հոլիվուդյան Օսկարակիր Տիտանիկ ֆիլմում օգտագործված ջութակը աճուրդի կհանվի եւ խոսքն այն գործիքի մասին է, որը երաժիշտներից մեկը նվագում է խորտակվող նավի տախտակամածին խուճապահար ամբոխի ֆոնին։ Ինչպես նշում է կայքերից մեկը, այս գործիքը դարձել է խիզախության եւ հույզերի խորհրդանիշ։ Ջեյմս Քեմերոնի ֆիլմում օգտագործված ջութակը աճուրդի է հանվելու Հենրի Էլդրիջն աճուրդի տան կողմից ամսվա վերջին Ուիլտշիրում, այսպես է գրված, եւ հետաքրքրական է, որ նույն աճուրդի տունն ավելի վաղ վաճառել էր ջութակը, որն օգտագործվել էր իրական Տիտանիկ նավի վրա։ Ահա, հետաքրքիր է։ Եվ քանի խոսում ենք այսպես յուրօրինակ եւ բացառիկ, օրինակ այս դեպքում ֆիլմում օգտագործված ցուցանմուշից մեր մշակութային գանձերին էլ անդրադառնանք, ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր եւ մանկավարժ Մխիթար Գոշի դատաստանագիր Քայոց աշխատությունը գրանցվել է աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Այս մասին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունն է տեղեկացնում եւ նշում, որ հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, այսինքն Մատենադարանի կողմից, եւ այս միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որտեղ ներառված են մարդկության համար բացառիկ կարեւորություն ու արժեք ներկայացնող փաստաթղթեր, ձեռագրեր, նյութեր, եւ հրաշալի է, որ Մխիթար Գոշի դատաստանագիրքը եւս ներառվել է այս դատաստանագրում։ Հրաշալի է հավաքածուում։ Սևակ ծանոթ է քեզ այս արձանը, ճանաչում ես ով է։ Դոնալդ Թրամփ։ Այո, պետք է ասեմ, որ նա սեփական գոլֆ ակումբում իր արձանն է կանգնեցրել։ Արձանը ԱՄՆ նախագահին նվիրել է Sticker Mule ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Կոնստանտինոն եւ արձանը կանգնեցված է քարե պատվանդանի վրա, որի վրա փորագրված է Կոնստանտինո անունը։ Գործարարի խոսքով Թրամփը ուրախ տրամադրություն ուներ բացման արարողության ժամանակ, հադե նրա դեմքը հպարտությունից փայլում էր, երբ առաջին անգամ տեսել է արձանը։ Այն կանգնեցվել է այնպիսի վայրում, որտեղ ակումբի բոլոր այցելուները կարող են տեսնել այն։ Անհնազանդության արձանում Թրամփը ներկայացված է կոստյումով եւ փողկապով, ձեռքը բարձրացրած եւ բռունցքը սեղմած։ Բավականին հետաքրքիր է ստացվել, այո։ Բայց մի տեսակ ոնց որ ռոքնռոլի ինչ-որ Elvis Presley ներկայացուցիչ լինի, չէ՞։ Համացանցում կարող եք փնտրել, լուսանկարը գտնել։ Շատ անճաշակ հագնված։ Ժամանակին մենք, չէ, այսպես ընդունված էր, որ արձաններ կանգնեցվում են մարդկանց, երբ արդեն, այո, կենթանի չեն լինում, բայց այսօր այդ տենդենսն էլ է կոտրվել եւ կենթանության օրոք շատ մարդիկ արժանանում են այս մեծարմանը։ Ուրեմն հագել է սև կոստյում, ոսկեգույն վերնաշապիկ եւ կարելի է ասել ոսկեգույնից մի քիչ մուկ, սա ինչ գույն, կակաոյի գույն փողկապով է։ Սա արձանի մասին ենք մենք իդեպ խոսում, այնպես որ այո, բավականին այսպես հետաքրքիր եւ ինչ որտեղ նաեւ տվյալ մարդուն չէ բնորոշ, որովհետեւ էքսցենտրիկ եւ այսպես միշտ կտրուկ հայտարարություններով հանդես եկող քաղաքական գործիչ է։ Կոչվում է անհնազանդության արձան։ Այո, արձանն էլ կոչվում է անհնազանդության։ Կարծես թե այսքանն էին այն լուրերը, որոնք առանձնացրել էինք, իհարկե բավականին դեռ շատ բան կար խոսելու, հատկապես մարզաշխարհից, որովհետեւ շաբաթ կիրակին շատ ակտիվ էր, բայց եւս մեկ անգամ հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մարզիկներին եւ սրտատրոփ սպասում նրանց հաղթական ելույթներին։ Եվ այսօր երկուշաբթի է ու քանի որ Համո Սահյանի ծննդյան օրն է, հրաշալի առիթ է երկուշաբթի երեկոն վայելել սիրելի ըմպելիքը եւ օրինակ լսել կամ կարդալ Համո Սահյանի ստեղծագործությունները։ Այնպես որ ձեզ լավ օր ենք մաղթում, աշխատանքային շաբաթվա հաջող մեկնարկ, իսկ սուրճ ու սեր առավոտիցը ձեզ կողջունի արդեն վաղը առավոտ 9:30-ից։ Աղավարում աշխատեցին Մարինա Գրեգը եւ Սևակ Հակոբյանը, ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն։
արտերից տուն գար ու մաքրեր քաղաքնին նոր սեր գար Երանի սարերից հով գար ու անուշ կամու հետ զով գար Սեր ապրեր քաղաքն ու ին տունը նոր գարուն գար Երևան վեր ամեն օր բոլորին դու բերսեր լցրու փողոցներդ երկու խաղով ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր ամեն օր ամենին դու դուրսեր լցրու քո բակերը երկու խաղով արևոտ գեղեցիկ ծիծաղով Երանի ամպերի զունգար ամեն հայոտարից տուն գար ու լցվեր քաղաքնին նոր մանկանչիչով Երանի խաղաղություն գար հայ ծաղկեր փուչ տար ու ապրեր քաղաքնին նոր սիրո կանչով Երևան վեր ամեն օր բոլորին դու բերսեր լցրու փողոցներդ երկու խաղով ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր ամեն օր ամենին դու դուրսեր լցրու քո բակերը երկու խաղով արևոտ գեղեցիկ ծիծաղով Սուրճ ու սեր առավոտից